Ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Ողջույն հարգելի հետևորդներ։ Արդար Հայեմի եթերում ճշմարտություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա զրույցը վարել եմ ես, Վարդուհի Բալոյանս։ Այսօր հյուրընկալվել ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Սաջապահյանին։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Այսօր ապրիլի 7-ն է եւ Հայ Առաքելական եկեղեցուն տոնում է Տիրամորը նվիրված ամենագեղեցիկ տոներից մեկը Ավետման տոնը։ 1995 թվականից տոնը նաև ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ազգային տոնացույցում եւ որոշ ժամանակ նաև եղել է ոչ աշխատանքային օր։ Առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք տոնի խորհրդի մասին, ինչպես նաև Տիրամոր կերպարի, հայ կնոջ եւ հայ մայրերի կերպարի եւ արժեքային համակարգի մասին։ Ինչպես վկայվել է տարերի ընթացքում, Տիրամոր շնորհիվ մայրության շնորհը նորովի բացահայտվեց եւ գնահատվեց։ Ուրախ լեր բերկյալդ Տերընդ քեզ։ Այս ավետիսի շնորհիվ Գաբրիել հրեշտակը նաև ավետեց մարդկային ցեղի փրկությունը։ Սրբազան հայր, խոսենք տոնի մասին, երբ է այն սկզբնավորվել, ինչ պատգամներ եւ խորհուրդ ունի ընդհանրապես տոնը կանանց համար եւ մասնավորապես հայ կանանց եւ հայ մայրերի համար։ Դե դժվար է ասել, թե տոնը երբ է սկզբնավորվել։ Քրիստոնեության ամենավաղ շրջանից երևի թե եղել է տոնը, որը բնականաբար երբ որ ֆիքսել են, որ հունվարի 6-ը Տիրոջ ծնունդն է, ապրիլի 7-ն էլ դարձել է ուրեմն Ավետման օրը եւ դժվար է որևէ ճշգրիտ թվական ասել, թե երբ, այսինքն հայ տնօրինացույցում ի սկզբանե եղել է Ավետման տոնը, կապված հունվարի 6-ին Սուրբ ծնունդը նշելու հետ։ Եվ բնականաբար, երբ որ ուշադրությունը կենտրոնանում է Աստվածամոր վրա, բնականաբար այդ ուշադրությունը Աստվածամոր միջոցով տարածվում է նաև բոլոր կանանց վրա, որովհետև քրիստոնեական ընկալումով, չէ, երկու մենք մեծ կին ունենք, մեկը Եվան, որը սայթագեց, եւ Աստվածամայրը, որը այդ սայթագումը սրբագրեց։ Եվ դրա համար էլ այսօրվա տոնը այո Աստվածամոր տոներից մեկն է եւ նաեւ բոլոր կանանց եւ մայրերի տոնն է։ Եվ մենք ուրախ ենք, որ նաեւ թեև ոչ աշխատանքային օր, բայց գոնե պետական տոնացույցում կա ապրիլի 7-ը։ Ինչ ունեն կանայք սովորելու այս Աստվածամոր խորհրդի վերաբերյալ։ Կամ արդյոք բավարար կերպով տոնը։ Դե Աստվածամայրը իր մեջ ուրեմն խտացնում է երկու բարձրագույն արժեքներ՝ կոսություն եւ մայրություն։ Եվ ցույց է տալիս, որ կնոջ համար այս երկու արժեքները մեծագույն սրբություն են, որոնք ընդունելի են Աստծո առաջ, ընդունելի են Աստծո կողմից եւ աստվածային ուրեմն բարիացակամությունը վայելում են։ Բայց ամեն դեպքում Աստվածամոր բարական ցույց է տալիս մայրության բարձրությունը, առավել բարձրությունը, որովհետև մայրը մասնակից է դառնում Տիրոջ արարչագործության, արարչակից է դառնում Տիրոջ Աստծուն իր մայրությամբ եւ իր նաեւ մայրական հոգատարությամբ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում եւ այսօր ընթերցեցինք, ասում է, ինչպես մայրն է գուրգուրում իր զավակին, այնպես Աստված արարչությանը։ Այնպես որ մարդկության մեջ այնքան տղամարդը չի, թեև երբեմն ֆեմինիստները դժգոհում են ասելով, որ Սուրբ Գիրքը շատ, այսպես ասած, տղամարդկանց կողմից է գրված, որովհետև Աստված հանդես է գալիս տղամարդկային հատկանիշներով, բայց այնուամենայնիվ մայրությունը շատ ավելի մոտ է աստվածային հատկանիշներին, քան որևէ մեկ այլ
հատկություն։ Եվ դրա համար Աստծուն ամենամոտ կանգնածը մայրերն են, որովհետև իրենք իրենց առաքելության արարչագից են, լծագից են, գործագից են Աստծուն։ Եվ նաև իրենց հոգադարությամբ նման են Աստծուն եւ Աստվածային։ Այնպես որ երանի ձեզ մայրեր։ Հայ կնոջ կերպարի մասին խոսենք, դարերի վեր հայ կնոջ կերպարը ամենաբարձր դիրքերում է եղել, պատմության մեջ, գրականության մեջ հանդիպում ենք հայոց թագուհիների, իշխանուհիների մասին տարբեր հետաքրքիր ուսումնասիրությունների, նաև պետք է փաստել, որ օրինակ դատաստանագիրքը իր ժամանակի համար բավական առաջադեմ դրույթներ է ունեցել կնոջ իրավունքների, իրավահավասարության վերաբերյալ, այնտեղ հստակ փաստվել է ամուսնության տարիքը, փաստվել այն հանգամանքը, որ պետք է ամուսնությունը լինի կամովին միություն, եւ եթե բացահայտվել է, որ կնոջ կամքի հակառակ է, ապա իրավունք է ունեցել ամուսնալուծության, նաև հետաքրքիր դրույթներ կան գույքի եւ ժառանգության իրավունքի վերաբերյալ, սրանք իր ժամանակի մեջ բավականին առաջադեմ գաղափարներ են եղել, հետո արտացոլվել է նաև որոգայթ փառացում մեր առաջին սահմանադրության մեջ, հասկանալիորեն պետականություն չունենալով այս ամենը փորձ է եղել իրավական կարգավորումների դաշտ բերել եւ հետագայում նաև հիմք հանդիսանալ առողջ հասարակության։ Շատ հետաքրքիր է, որ Եվ իհարկե նաև չմոռանանք հիշատակել Նարեկացու մոտ կնոջ մասին պատկերացումներն ու փառաբանումը թեկուզ եւ տիրամոր կերպարի միջոցով այս ամենը իմանալով հանդերձ այ հետաքրքիր է որքանով է դա արտացոլված եղել իրականության մեջ դարերի ընթացքում եւ կենցաղում նաև եւ ինչպես կարող ենք մենք ժառանգակից դառնալ այդ գաղափարներին եթե իսկապես առողջ եւ օգտակար են եւ ծառայեցնել ժամանակակից մարտահրավերների լուծման նաև խնդիրների լուծմանը Ուրեմն, ասեմ, հայկական քաղաքակրթությունը ազատության վրա հիմնված քաղաքակրթություն է։ Հայկական քաղաքակրթության ամենաբնորոշ գիծը դա ազատությունն է։ Դրա համար հայկական միջավայրում չի եղել ստրգատիրություն, չի եղել ճորդատիրություն։ Եվ հետևաբար մի քաղաքակրթություն, որ ազատության վրա է հիմնված, դեռևս քրիստոնեության բերած ազատությունից էլ առաջ։ Դրա համար է քրիստոնեությունը հոգեհարազատ եղել հայկական քաղաքակրթությանը։ Ինչի համար ենք մենք այդպես ջերմեռանդորեն նվիրվել քրիստոնեության ժամանակին, որովհետև դա հոգեհարազատ է եղել այն քաղաքակրթական միջավայրին, որի կրողն ենք եղել, ազատության։ Եվ չկա խտրություն տղամարդու եւ կնոջ միջև բանաձևը Պողոս առաքյալի, դա լիովին կիրառելի է մեր իրականության մեջ։ Եվ եթե մի Ուրեմն միջավայր, որտեղ չկար ճորտ եւ չկա տեր, չէ՞, ազատների հասարակություն է եղել Հայաստանը։ Եվ չէր կարող ուրեմն հավասարություն չլիներ տղամարդու եւ կնոջ միջև։ Եվ հայկական քաղաքակրթությունը դրանով է բնորոշ եւ այդ հայկական քաղաքակրթության բնորոշ գծերը այո ֆիքսվել եւ ձևակերպվել են հայ եկեղեցու դատաստանագրքերում իբրև կանոն։ Եվ դա ոչ մի զարմանալի բան չկա։ Եվ այո, կինը հենց այդ համարձակ հայտարարությունը կարող ենք ասել, թեև աշխարհը այսօր ուրիշ բաներ է ուզում բարդադրել, կարող ենք ասել, որ իրավազրկված չի եղել հայկական միջավայրում կինը։ Ուղղակի ֆունկցիաների տարբերություն հստակ սահմանազատում է եղել, որ ասպարեզները եւ որ գործառույթներն են տղամարդուն եւ որ ասպարեզները եւ որ գործառույթներն են կնոջը եւ տղամարդը իրավունք չի ունեցել մտնել կնոջ գործառույթների տարածք կինը իրավունք չի ունեցել մտնել տղամարդու գործառույթների տարածք սա այդ իմաստով իրավազրկում կամ ազատության սահմանափակում չէ առավել եւս միջին դարերում հիմա է որ խառնվել է ամեն ինչ տղամարդը փորձում է կին երևալ, կինը փորձում է տղամարդ երևալ, ինչը որ աստվածահաճո չէ։ Ուրեմն Աստված որ սերերի տարբերությունը ստեղծել է, չի ստեղծել, որպեսզի ամեն ինչում իրար նման եւ հավասար կամ չգիտեմ համապատիվ լինեն, այլ ամեն մեկը իր գործառույթները ունենա, իր գործառույթները կատարի եւ այդ գործառույթի մեջ լինի լիակատար ազատ եւ երջանիկ։ Ինչ վերաբերում է մնացած բաներին այսօրվա նույնիսկ այդ հարցերում հայ եկեղեցին եղել է միշտ ավելի ազատ, ավելի առաջամարտիկ,
հայ կանայք միշտ դերակատարություն են ունեցել եկեղեցում եւ պարզապես կարող եմ հիշել հենց այն փաստը, որ իգական դպրոցներ առաջին ինչքան հայկական միջավայրում ավելի շուտ են բացվել, քան շատ հաճախ եվրոպական երկրներում։ Հայ եկեղեցին ընդրական իրավունք ավելի շուտ է տվել հայ կնոջը, քան եվրոպական երկրներ։ 1912 թվականին Գևորգ կաթողիկոսը, Գևորգ 5-րդ կաթողիկոսը սրբատար կոնտակով կանանց տվել է հավասար իրավունք ընտրելու եւ ընտրվելու եկեղեցական կառույցներում, ծխական խորհուրդ, թեմական խորհուրդ եւ այլն։ 1912 թվականին քանի երկիր կար, որ կանանց ընտրության իրավունք էր տվել, մատների վրա կհաշվեիք։ Այնպես որ այն երբեմն հյուսիսից հարավից հիմնականում արևմուտքից փճող են բաները, թե գիտեք ինչ հայկական բան հասարակությունը կնադիած հասարակություն է, կանայք այստեղ զրկված են եւ այլն, սա հիմարություն է, մեղմ ասած հիմարություն։ Հայկինը ոչ միտեղ էլ զրկված չի եղել, այլ պարզապես հայկինը ունեցել է իր տիրույթը եւ այդ տիրույթում գործել է լիարժեք եւ լիակատար ազատ։ Իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերը, դա հեչ կապ չունի իրավահավասարության հետ, որտեղ էլ ուզում ես, ինչքան ուզում ես իրավահավասարություն բանալը, հա, ընտանեկան բռնությունը կարող է միշտ էլ լինել, դա չի նշանակում, որ դրանով հասարակության մեջ կնոջ դերը նվազեցված է, որտեղ ընտանեկան բռնություն ասելով նաև չի կարելի հասկանալ միայն տղամարդու կողմից, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն, լինում է նաև հակառակը, հա, այնպես որ մեր նահապետական կարգուսարկը եղել է, ասում եմ, իդեալական, որովհետև ինչու է իդեալական եղել, որովհետև եղել է Աստծո պատվիրանի ներքո եւ եղել է Աստվածահաճո, հասկանում եք, մարդը պետք է փնտրի ոչ թե իր կամքը, այլ պետք է փնտրի Աստծո կամքը, դա վերաբերում է ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն, կինը պետք է փնտրի, թե ինչն է հաճելի Աստծուն իր համար, եւ տղամարդն էլ պետք է փնտրի, թե ինքը ինչ պետք է անի, որպեսզի հաճելի լինի Աստծուն։ Հետևաբար, երբ որ իրենք փորձեն այդ աստվածահաճությունը փնտրել, իրենք կտեսնեն, որ իրենց գործառույթները տարբեր են, չեն խաչաձևում հաջող, չեն խանգարում միմյանց, հա, եւ հարգում են միմյանց ազատությունը։ Այնց որ կնոջ ազատությունը մեր հասարակության մեջ, իրական ճշմարտացի հայկական հասարակության մեջ իդեալական է եղել, որտեղ տղամարդը հասկացել է, որ ինքը տան մեջ չի թակավոր, ընտանեկան գործերում, բայց իբրև դրսի արդահայտություն, իբրև արտաքին գործոց նախարար ընտանիքի, ինքն է հիմնական դեմքը եւ երևացողը։ Դրա համար նաև Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը շատ գեղեցիկ է ասում, որ հայ ընտանիքը մի եկեղեցի է, որտեղ քահանան մայրն է։ Հասկանում եք, որտեղ հիմնական ամեն խորհրդատվությունները, ծիսական եւ մնացած ուսուցողական, վարդապետական գործառույթների հիմնական հեղինակը մայրն է։ Մենք մեր հիմնական դաստիարակությունը ստանում ենք մորից։ Մայրը մեծ մայրը։ Մայրերից, տատիկներից, մայրերից։ Իսկ հայրերից սովորում ենք այն, ինչ որ պետք է կյանքի փորձություններին դիմանալու, դրսի փոթորիկներին դիմանալու, ապրելու եւ նաեւ իբրև տղամարդ վաղը մյուսօր լավ ամուսին, լավ հայր լինելու համար։ Բայց կնոջ պատասխանատվությունը եւ հայր մայրերի տված հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ պետք չունի իրապես հայկին իրապես պետք չունի մտնելու մի տարածք, հա, որը իրենը չի եւ այն էլ մայրության հաշվին։ Ոչինչ չկա մայրությունից բարձր, ոչ նախագահություն, ոչ վարչապետություն, ոչ չգիտեմ են կոչում ես դիպլոմը, ես ուսումը, ես ինչ համալսա։ Այո, արեք, ամեն ինչ էլ սովորեք, Աստված բաց է բոլոր դռները, բայց ոչ մի բան մի արեք մայրության հաշվին։ Էս է հայ եկեղեցու պատկամը երեք եւ այսօր։ Եվ հրաշալի պատկամ է։
Ինչն է խաթարվել այսօր, որ այդ տերային խնդիրները կան եւ ով է առաջինը ավելի շատ թերացել, կարող ենք առանձնացնել օրինակ տղամարդու կամ կնոջ կողմից, ում կողմից է ավելի շատ խաթարվել, որ այսօր հասարակությունը այլ պատկերում է։ Եթե կինը սխալ է գործում, մենք ֆրանսիական մոտեցմամբ չենք ասելու, այլ ասելու ենք հագարակը, քնրիշ տղամարդու։ Չի կարող կինը սայթագել, եթե տղամարդը չի հրում կնոջ։ Հասկանում ես, դրա համար ցանկացած նույնիսկ ընկած կին, ասենք բարոյապես կամ չգիտեմ ինչպես ընկած կին, փորձեք քննել եւ կտեսնեք, որ հեղինակը տղամարդն է, որովհետեւ ինչու է հեղինակ, որովհետեւ հեղինակ տղամարդը ուժեղ սերն է։ Կինը գտնվում է տղամարդու հոգածության ներքո։ Եվ եթե տղամարդը կլինի դա հայր, կլինի ամուսին, կլինի որդի, պատշաճ հոգածություն է ցուցաբերում իր խնամքի տակ եղող կանանց նկատմամբ, լինի դա մայր, լինի դա դուստր, լինի դա կին, ուրեմն այդ կինը երբեք չի ինգնի։ Եթե տղամարդը պատշաճ խնամքը չի ցուցաբերում կնոջ նկատմամբ, իր խնամքին հանձնված կանանց նկատմամբ, այդտեղ կլինի կնոջ սայթակումը, այդտեղ եւ կինը անշուշտ կլինի իբրև ազատ մարդ, մեղավոր, բայց տղամարդը կլինի ավելի մեծ մեղավոր։ Այնպես որ մեր հասարակության, այո, եթե մեր հասարակության մեջ կնոջ ինչ-որ դերը կամ ինչ-որ առաքելությունը նվազել է, դա հիմնականում տղամարդն է մեղավոր, ոչ թե կինը։ Տղամարդը պետք է բարձրացնի կնոջը, տղամարդը պետք է սովորեցնի եւ պահի կնոջը իր այդ ասպարեզի մեջ, իր առաքելության հիմնական ասպարեզի մեջ։ Եվ որբեսի կինը այնքան երջանիկ, այնքան ամբողջական լինի, որբեսի ինքը չփորձի երջանիկ լինել այլ ասպարեզներում։ Ես դրա համար ասել եմ եւ միշտ ասում եմ, որ կինը ունի երջանկության 3 փուլ։ Առաջին փուլը դա այն է, երբ որ ունի լավ հայր, երկրորդ փուլը այն է, երբ որ ունի լավ ամուսին, երրորդ փուլը այն է, երբ որ ունի լավ որդի։ Այսինքն բոլոր փուլերում էլ կախված է տղամարդուց։ Եվ այդ տղամարդն է հեղինակ այդ կնոջ երջանկության կամ դժբախտության։ Հետևաբար կնոջից պատասխանատվություն սպասել այնտեղ, որտեղ տղամարդն է, պետք չի։ Միշտ կնոջ հետևում թիկունքում կա տղամարդ, որը հեղինակն է կնոջ սխալի, եթե կինը սխալ է թույլ տվել։ Հրաշալի բանաձևում է, այսինքն ցանկացած պարագայում տղամարդը հավասարապես կիսում է առողջ հասարակության պատասխանատվությունը։ Հավասարապես չի կիսում, ինքն է հիմնականը, որովհետև հենց գլուխ եւ տեր լինելը ստեղ պետք է հասկանալ։ Գլուխ եւ տեր լինել անպատասխանատու լինել չի նշանակում։ Նշանակում է, որ նաեւ պատասխանատու ես այն մարմնի համար, որ քոնն է։ Գլուխն է այն մարմնի, որ քոնն է, եւ դու ես պատասխանատու իբրև գլուխ։ Եթե ոտքը կամ ձեռքը սխալ քայլ է անում, ոտքին ձեռքին չեն մեղադրում, գլխին են մեղադրում, գլուխն է ղեկավարում այդ ամեն ինչ։ Հետևաբար կինը այդ իմաստով շատ ավելի ազատ է եւ շատ ավելի պաշտպանված է, բայց պետք է տղամարդը հասկանա իր պատասխանատվության որ ծանրությունը պետք է հասկանա։ Եվ երբեք որևիցե մի կնոջ չպետք է հրի դեպի փոս։ Հրաշալի, այո, իմ հենց հաջորդ հարցը վերաբերում էր այդ պսակի խորհրդի ժամանակ տեր եւ հնազանդ խոսքերին եւ ընդհանրապես տեր եւ հնազանդ լինելու խորհրդին, որը հաճախ իջեցվում է, այսպես ասած, զույգերի կողմից կենցաղային մակարդակի եւ թերևս թյուրընկալում կա կամ գուցե ընկալման բացակայություն կա, ինչպես Պողոս Առաքյալը այս հարցի վերաբերյալ ասել է, հարսին այո նույնացնում է եկեղեցու հետ եւ ինչպես որ եկեղեցին հնազանդ է Քրիստոսին, չէ, այդպես հարսը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն
դարձնում, իսկ ամուսինը պետք է հոգատար լինի, ինչպես Քրիստոսը հոգատար է եկեղեցու հանդեպ, այո, ճիշտ եմ ներկայացնում։ Այս խորհուրդը ինչպես պսակվող զույգերին ընկալելի դարձնել եւ նաեւ ամուսնացածների մոտ ինչպես ավելի ընկալելի դարձնել այս խորհուրդը, որպեսզի եւ ամուր հարաբերություններ լինեն եւ հետագա ամբողջ կյանքի ընթացքում այլ այդ ճիշտ հարաբերությունները պահպանվեն։ Դրա համար մարդը պետք է մեծանա աստվածահաճո մթնոլորտում, որպեսզի իր համար, ասենք, ամուսնության պահին հանելուկ չլինի այդ բանը։ Ինչպես լինել տեր կամ ինչպես լինել հնազանդ։ Քանի որ բոլորն էլ ապագա հնազանդն ու ապագա տերն էլ իրենք մեծանում են ընտանեկան միջավայրում քիչ բացառությամբ, եթե ինչ-որ մի դժբախտություն տեղի չի ունեցել, չէ, զրկվել ահորից կամ մորից կամ աստված մի առաստ երկուսից էլ։ Երեխան մեծանում է ընտանեկան միջավայրում եւ ինքը ընտանեկան միջավայր իրենից ներկայացնում է մի դպրոց, որտեղ ինքը տեսնում է հայրն ով է, մայրն ով է։ Աղջիկը սովորում է մորից ինչպես լինել ապագա մայր, տղան սովորում է հորից, ինչպես լինել ապագա հայր, ինչպես հոգ տանել իր ապագա կնոջ նկատմամբ, աղջիկն էլ մեծանում է հասկանալու համար, թե ինչպես պիտի լինի հնազանդ, եւ այստեղ եթե իրենք մեծանում են նորմալ ընտանեկան, աստվածահաճո ընտանեկան մթնոլորտում, դա ինձ բացարձակ սովորացնելու բան էլ չի։ Հեչ բնավ պետք չի, որ ինչ-որ մեկը իրենց 20-25 տարեկանում սովորացնի, այն իրենք ինչ-որ սովորած ունեն, բայց երբ որ մարդը մեծանում է ընտանեկան խաթարված միջավայրում, բնականաբար իր համար այդ խաթարված պատկերացումները շտկելը շատ կարևոր գործառույթ է ենթադրում եւ դրա համար այստեղ եկեղեցին եւ եկեղեցականը քահանան անելիք ունեն, բայց քահանաներն էլ խիստ սահմանափակ լինելով եւ երբեմն էլ դիմացինը չի դիմում քահանային, մտածելով հա դե լավ է գիտեմ, հա, երկրորդ այսօրվա հասարակությունը, քանի որ ազատությունը չարաշահու հասարակություն է, հա, մարդիկ լուրջ չեն մոդելում ամուսնության խորհրդին, ասում են լավ հիմա փորձեմ, եղավ, չեղավ կբաժանվեմ, այս մտածումը ի սկզբանե մերժելի մտածում է, որովհետև ասում է Ավետարանը, ինչ ասում, ի սկզբանե արար Աստված կին եւ տղամարդ, եւ տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը, ոչ թե լքելու մասին չի, պիտի թողնի իր հորն ու մորը եւ պիտի միանա իր կնոջը եւ երկուսը միասին մեկ մարմին պիտի լինեն։ Սա լուրջ բան է, ոչ թե փորձելու բան չի, կոկա-կոլա չի, էլի փորձիր։ Որովհետեւ լրջությամբ պետք է մոտենալ։ Նրանք, որ նույնիսկ ասենք ընտանեկան լավ, խաղաղ, համերաշխ միջավայրում չեն մեծացել եւ իրանց համար ընտանեկան միջավայր ինչ որտեղ նաեւ այսպես ասած վտանգավոր միջավայր է, իրենք պիտի ավելի լուրջ, առավել լուրջ մոտենան այս հարցին։ Ոչ թե մտածեն, թե հա հայրս մայրս էլ ամուսնացան, հետո բաժանվեցին, հիմա ես էլ կամուսնանամ, ես էլ կբաժանվեմ։ Այս մտածումները իսպառ մերժելի են։ Դրա համար ասում եմ, ամենակարևոր բանը եւ տղամարդ եւ կին պետք է հասկանան ինչն է աստվածահաճո, որովհետեւ իրենք իրենցով չեն կարող գտնել ճիշտ ճանապարհը, այլ Աստված է թելադրում իրենց ճիշտ ճանապարհը։ Հետևաբար եթե որևիցե մի խնդրեմ ունեն, հարկ է, պատշաճ է, որ շաբաթներ առաջ, ամիսներ առաջ զրուցեն, խոսեն, ոչ միայն քահանաների հետ, այլ նաեւ փորձված, ամուսնական կյանքում թրջված, շահած մարդկանց հետ, որպեսզի հասկանան, թե վերջ-վերջո այդ ամուսնական ասպարեզ, որ մտնում են, չեն մտնում պարզապես ինչ-որ մի պահ, ինչ-որ մի հարցեր լուծելու համար, այլ ընդհանուր հարցեր լուծելու համար միասին, ոչ թե մեկը մյուսի համար պրոբլեմ ստեղծելու, այլ մեկը մյուսի հետ բոլոր ընդհանուր պրոբլեմները լուծելու, մեկ ուղղությամբ նայելու, մեկ ուղղությամբ գործելու եւ այստեղ հնարավոր չի առանց տեր եւ հնազանդ լինելու։ Չի կարող ընտանիքը երկգլխանի վիշապ լինել։ Ուրեմն գլուխը պետք է լինի մեկ։ Շատ պարզ է։ Այսինքն հոգևոր գրագիտությունը նույնպես շատ կարևոր է եւ կարելի է ասել, որ հոգևոր գրագիտությունը ոչ թե շատ կարևոր է, դա է որ կարևոր է։ Որովհետեւ արու եւ եկ ստեղծվել են մարդիկ
Աստծո կողմից։ Եվ հետևաբար Աստված հատուկ ծրագիր ունի արուի եւ եկի համար։ Ոչ թե ասում է գնացեք ով ինչ ուզում եք արեք, այդպես չի ասում Աստված Սուրբ գրքում։ Չէ՞։ Հաստ բոլոր ինչ որ ստեղծել է Տերը, հատուկ նպատակի համար է ստեղծել։ Նույն ձևով տղամարդը ստեղծել է տղամարդ լինելու, կյանոջը ստեղծել է կին լինելու համար։ Եվ նախ եւ առաջ, երբ որ դու ուզում ես ապրել, ինչպես ապրեմ հարցը, դրա համար պետք է նայես Աստծուն։ Ինչպես է կամենում, որ Աստված դու ապրես իբրև կին, ինչպես է ուզում Աստված, որ դու ապրես իբրև տղամարդ։ Նույնը երբ որ հայրանաս կամ կմայրանաս, ինչպես է ուզում, որ Տերը դու ապրես իբրև հայր, ինչպես է ուզում, որ Տերը ապրես իբրև մայր։ Բոլոր հարցերի պատասխանը տվել է եւ Աստվածաշնչում, եւ ձեր թվարկած մյուս հայրաբանական գրականության մեջ։ Մտածել է պետք, այսինքն մտորել է պետք, հարցից է երևի սկսվում նաև հարց պետք է տալ, որպեսզի փնտրեն պատասխանները։ Աստվածակենտրոն պետք է լինի, ընտանիքն էլ պետք է լինի աստվածակենտրոն։ Այս չկայացած ընտանիքները որտեղ են, չկայ, որ եսակենտրոն են։ Չի կարող ես լինել ընտանիքում, ցանկացած ընտանիքի մեջ պետք է Աստված թագավորի։ Եվ Աստծո թագավորության կրողը պետք է լինի տղամարդը։ Այո։ Կինն էլ պահապանը։ Այո։ Շատ հետաքրքիր զրույց է ստացվում, իհարկե կարելի է երկար խոսել եւ այս հատկապես ամուսնական խորհրդի նախապատրաստությունների, աշխարհիկ նախընտրությունների եւ հոգեվոր նախընտրությունների մասին, որպես այսպես որոշակի դիտարկումներ կարող եմ նշել, որ հատկապես վերջին տարիներին շատ մեծ ջերմեռանդություն է նկատվում ամուսնացող հատկապես աղջիկների մոտ արտաքին տեսքի վերաբերյալ ամենատարբեր նորարարությունների, շատ ցանկալի կլիներ, որ նաեւ լսեինք, թե ինչպիսի հոգեվոր պատրաստություն են ապրում այդ նույն զույգերը, գուցե հույս ունենանք, որ որոշակի գործոնների ազդեցության ներքո կվերադառնան այս հոգեվոր տիրույթ եւ կփորձեն նաեւ անցնել հարաբերությունների այդ հոգեվոր խորհուրդը։ Նաև ուզում եմ այսօրվա մայրության թեմայի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ Կարեգին Նժդեհի Արուծածին մայրերի հատվածին, որտեղ հստակ ձևով նշում է, թե ինչ է ակնկալվում մորից եւ ինչ պետք է տալ մորը, այո, սեր եւ նվիրում տեպ հայրենիքը ներշնչում եւ սնուցանում են հայրենասեր մայրերը եւ անարի որդիների մայրերը չպետք է արժանանան այն նույն հարգանքին, ինչ որ հերոսների մայրերը, ամեն ինչ սեր, խնամ, կակնածանք հայրենասեր մորը եւ հայրենասեր մորից հերոս որդիներ, հաղթական դափնիներ, հայրենիք եւ ազատագրված անկախ հայրենիք, այ անվերջ կարելի է այս մասին խոսել, կարծես թե բոլոր բանաձևումները տրված են, որ զուգորդելով նաեւ հոգեվոր կրթության եւ գիտելիքների հետ կարելի է առողջ հասարակություն ունենալ, սակայն Սրբազան հայր, ինչպես ով պետք է հոգեփոխի հայ կնոջը, որպեսզի նա էլ դաստիարակի հայրենապաշտ սերունդ, ինչպես կարողանանք հայ կնոջ, եթե հավատանք նաև Նժդեհի խոսքերին, ինչպես հայ կնոջ միջոցով դարձի բերենք հայության այս ազգայնորեն տկարացած տարրերը։ Հայ կնոջը նախ պետք է շտկի ինքը հայքին է, առաջին հերթին։ Երկրորդ այն տղամարդիկ, ովքեր որոնց խնամքի տակ է այդ կինը, նոր դրանից հետո է գալիս հերթը, ասենք, եկեղեցուն եւ եկեղեցականին, հասկանում ես, այս բոլոր օղակները պետք է աշխատել, որովհետեւ մի օղակ, եթե չաշխատի, ինչ-որ մի բան են չի լինի, եթե կինը այդ ցանկությունը չունենա, ինքը փնտրելու եւ գտնելու կնոջ կատարյալ առաքինի կերբարի իդեալագանի հասկացողությունը, ինչքան ուզում է տղամարդը կամ եկեղեցին փորձեն։ Կամ եթե կինը ուզում է ունենալ այդ իդեալագանը, բայց իր, այսպես ասած, իր խնամքի, իրեն խնամքի տակ պահող տղամարդը եթե չունենա այդ գաղափարականը, ծախված է կինը, որտեվ փխրուն անոթ է, դյուրաբեկ անոթ է, շուտ կոդրվող անոթ է, ինչ է շուտ կոդրվող, որտեվ թանկարժեք է, չէ, թանկարժեքն է, չէ, շուտ կոդրվում, կավե անոթը դժվար է կոդրվում, բայց բյուրեղապագին շուտ է կոդրվում, եւ ի վերջո եկեղեցին, եթե եկեղեցին իր առաքելության մեջ պետք է լինի, բայց եկեղեցին այսօրվա հասարակության մեջ ինքը չի կարող
մտնել ընտանիք, մտնել կնոջ կյանք, հա, ինքն իրենով։ Առաջա միջնադարում եկեղեցին այդ ազատությունը ուներ մտնելու ցանկացած տեղ։ Այսօր այդ ազատությունը չունի, հասկանալի է, ընդունելի է, ժամանակ է։ Հետևաբար եւ տղամարդ եւ կին պետք է առավելագույն ընդգրկված լինեն եկեղեցական ոլորտում, եկեղեցական ասպարեզում, չեմ ասում հոգեվորական դառնան բոլորը, բայց ուրեմն իրենց հոգեվոր խնամատարությունը պետք է ունենա, եկեղեցուց ստանա, որովհետեւ ամեն ինչ լինի իր տեղում։ Մեծ դժվարություն չի, ընդամենը կամքի հարց է։ Ընդամենը կամքի հարց է, ընտրության հարց է։ Անշուշտ, ինչպես Քրիստոս է ասում, դեպի կորուստ տանող ճանապարհը շատ հմայիչ է։ Ուրեմն ասում են եկեղեցական վանական ասկետ հայրերից շատերն են ասել, ասում են դրախտ տանող ճանապարհը դժողքի է նման, իսկ դժողք տանող ճանապարհը դրախտի։ Այնպես որ հաճախ դրա համար էլ մենք սխալ ընտրություն ենք կատարում, լայն ճանապարհով ենք գնում, փոխանակ փորձենք մանկուց, նաև մեր երեխաներին դաստիարակել այդ զոհության, նվիրումի գաղափարականները, ոչ թե էգոիստական, որ աշխարհի կենտրոնը մենք ենք, մեր զավակն է, ոչ։ Այն ժամանակվանից, որ զավակ ունենում ենք, զավակին արդեն մանկուց պետք է սովորացնել, որ ինքը աշխարհի կենտրոնը չէ, որ ինքը այո աշխարհի կենտրոնը կարող է լինել իր ծնողների համար, բայց ծնողներից դուրս ինքը աշխարհի կենտրոնը չի։ Եվ ծնողներն էլ սեփականատերը չեն զավակի, այլ Աստված է սեփականատերը ցանկացած զավակի, եւ այդ ցանկացած զավակ պետք է գործի Աստծո համար եւ Աստծո ծրագրի մեջ։ Այսքան բան։ Շնորհակալություն Սրբազան հայր, իսկապես պարտավորեցնող է, որպես ամփոփում, հարգելի հետևորդներ, ուզում եմ մի փոքրիկ մեջբերում անել նաև մեկ այլ իմաստուն հայի կողմից, Հայկ Ասատերյանը իր մորն ուղված նամակում հետևյալ տողերն է գրում. ես քո զավակն եմ եւ պարտավոր եմ մնալ հավատարիմ քո ներշնչած ոգուն։ Սա խոսում է այն մասին, որ մեծ պարտավորություն ունի հայ մայրը, հայ եւ ընդհանրապես երկրին եւ մարդկությանը պիտանի զավակներ դաստիարակելու գործում։ Սրբազան հայր, որպես ամփոփում, ձեր խրատներն ու բարեմաղթանքները խնդրեմ ուղեք հայ մայրերին եւ կանանց։ Դե ենք անենք ուղղել, որ մի բան ավել, մի բան պակաս։ Դա այսօրվա իմ հիմնական բանը այդ է, Աստվածահաճո լինել, փորձեք առավել, քան թե մարդահաճո։ Առավել Աստվածահաճո։ Դարձեք ավելի Աստծուն հաճելի, քան թե մարդկանց։ Իսկ դրա համար շատ մտեք, ոչ պետք է չունեք որևիցե մի տղամարդուց որևիցե մի բան հարցնելու, մտեք եւ սուրբ գրքում տեսեք, թե ինչ է ակնկալում Աստված ձեզանից։ Շատ բարի եւս մեկ անգամ նմանվեք Աստվածամորը, ուրիշ ամենաբարձր, ամենահաջողակ կինը աշխարհում։ Հա, ոչ թե չգիտեմ, ես ինչ աստղն են, ինչ այսօրվա աստղերն են Հոլիվուդի կամ չգիտեմ, ամենահաջողված կինը ամբողջ աշխարհում Աստվածամայրն է։ Այսինքն Աստված կարող ենք ասել, որ կամք է տվել ընտրելու բարու եւ չարի միջև, նմանվենք Եվային, թե Աստվածամորը։ Իհարկե Աստվածամորը, իհարկե Աստվածամորը։ Ազատ կամքով ընտրել։ Դե դեմ ասում, ամեն այսպես ասած հաջողակ, չէ, հիմա շատ են ասում, հաջողակ կին, ոչ հաջողակ կին։ Չէ, օգտալ չէ։ Այո։ Ամենահաջողակ կին աշխարհում Աստվածամայրն է։ Իրենից հաջողակով է, ոչ ոք։ Նույնիսկ Մարիամ Մագդաղենացին շատ ավելի հաջողակ է, քան այսօրվա շատ է։ Որովհետև զղջաց եւ թողություն ստացավ Աստծուց։ Այո։ Որովհետև դարձավ ի վերջո Աստծուն հաճելի։ Հաճելի, այո։ Հրաշալի է Սրբազան հայր, եւս մեկ անգամ շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, եւս մեկ անգամ նաեւ շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց եւ դուստրերին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթելով ամենայն բարին։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված
Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։